Բարև ձեզ։ Պատկերացրեք, որ ունեք ձեր ընկերության տարբերանշանը լոգոն։ Շատ ծանոթ իրավիճակ է շատերի համար։ Ու ձեզ պետք է այն տպել եւ փոքրիկ այցեքարտի վրա, եւ, ասենք, մի ամբողջ շենքի պատը ծածկող հսկայական պաստառի։ Այո։ Ինտուիցիան հուշում է, որ դրանք պետք է լինեն երկու տարբեր ֆայլեր, չէ՞։ Տրամաբանական է տենց մտածել։ Բայց ինչ կլինի, եթե ասեմ, որ մեկ ֆայլը կարող է ձգվել մինչև անսահմանություն առանց որակը կորցնելու, առանց փիքսելանալու։ Այո, խոսքը հենց վեկտորային գրաֆիկայի մասին է։ Այսօրվա մեր զրույցը հենց այդ թվային կախարդանքության մասին է։ Ուրեմն, թվային աշխարհում ցանկացած պատկեր, որ մենք տեսնում ենք, ստեղծված է երկու եղանակից մեկով։ Ճիշտ այդպես։ Առաջինը ռաստերայինն է։ Դա կարելի է պատկերացնել որպես միլիոնավոր գունավոր կետերից, այսինքն փիքսելներից կազմված խճանկար։ Սա լուսանկարների աշխարհն է։ Հասկանալի է։ Երկրորդը վեկտորայինը բոլորովին այդ սկզբունքով է աշխատում, ու մեր նպատակն է հասկանալ ինչու է այն այդքան հազոր։ Լավ, եկեք սկսենք ամենապարզից։ Դուք ասացիք մի դեպքում պատկերը կետերի հավաքածու է, իսկ մյուս դեպքում ոչ։ Այո։ Բայց սպասեք, այստեղ մի բան ինձ շփոթեցնում է։ Եթե ես, օրինակ, Photoshop-ով գիծ եմ քաշում եւ մեկ այլ ծրագրով, ասենք Illustrator-ով նույնպես գիծ եմ քաշում, Հասկանում եմ։ երկու դեպքում էլ իմ էկրանին ուղակի գիծ եմ տեսնում։ Թվում է թե նույն բանն է։ Ինչն եմ ես բաց թողնում։ Շատ լավ հարց է, որովհետև դիպչում է հենց հիմնարար տարբերությանը։ Ահա։ Այն, ինչ դուք տեսնում եք, արդյունքն է, բայց այն, ինչ համակարգիչը մտածում է, բոլորովին տարբեր է։ Այսինքն, Ռաստերային ծրագրում, երբ դուք գիծ եք գծում, դուք իրականում գունավորում եք հազարավոր փոքրիկ քառակուսիներ, փիքսելներ։ ուղակի կետեր։ Այո, համակարգչի համար դա գիծ չէ, դա ուղղակի իրար կողքի շարված գունավոր կետերի շարան է։ Այն չի հասկանում գիծ հասկացությունը։ Իսկ մյուս դեպքում Իսկ վեկտորային ծրագրում, երբ դուք գիծ եք գծում, համակարգիչը հիշում է հենց գիծը, որպես մեկ ամբողջական, անբաժանելի մաթեմատիկական օբյեկտ։ Ահա, հիմա սկսում եմ հասկանալ։ Այսինքն մի դեպքում համակարգիչը հիշում է պատկերի յուրաքանչյուր կետը, Իսկ մյուս դեպքում պատկերն ստանալու հրահանգը։ Ճիշտ այդպես։ ուրեմն մեկը պատրաստի նկարն է, մյուսը բաղադրատոմսը։ Կատարյալ համեմատություն է։ Վեկտորային ֆայլը հենց բաղադրատոմսը։ Այն ասում է. վերցրու x կետը, միացրու y կետին այսպիսի կորությամբ, այսպիսի հաստությամբ եւ այս գույնով։ Եվ այստեղից էլ բխում է ֆայլի չափի եւ որակի հարցը։ Հենց այդպես։ Անկեղծ ասած, սա ինձ համար կախարդանքի պես է հնչում։ Ես դեռ չեմ կարողանում ամբողջությամբ պատկերացնել, թե ինչպես կարող է 10 մետրանոց գծի ֆայլը Նույն չափն ունենալ, ինչ 1 սանտիմետրանոցը։ չէ իրականում համակարգիչը հիշում։ Իհարկե, եկեք մտածենք ոչ թե բանաձևի, այլ ընդամենը 4 թվի մասին։ 4 թիվ։ Այո։ Ուղիղ գիծ նկարելու համար համակարգչին պետք է իմանալ ընդամենը 4 թիվ. սկզբի կետի x եւ y կոորդինատները եւ վերջի կետի x եւ y կոորդինատները։ Վերջ։ Ու վերջ։ Անկախ նրանից այդ կետերը իրարից 1 միլիմետր հեռու են թե 1 կիլոմետր, համակարգիչը միևնույն է պահում է ընդամենը 4 թիվ։ Նա չի հիշում այդ միջի միլիոնավոր կետերը։ Նա պարզապես հիշում է հրահանգը. միացրու այս երկու կետերը։ Ճիշտ այդպես։ Երբ դուք մեծացնում եք գիծը, նա պարզապես փոխում է այդ 4 թվերը, բայց դրանք պահելու համար անհրաժեշտ հիշողության ծավալը մնում է նույնը։ Սա հիշեցնում է, թե ինչպես է հեռախոսի քարտեզի հավելվածում ամեն ինչ հստակ մնում, երբ մեծացնում ես։ Այո։ Ճանապարհները, շենքերի ուրվագծերը երբեք չեն փչանում, որքան էլ մոտեցնես։ Այսինքն դրանք էլ են վեկտորային։ Կատարյալ օրինակ է։ Այո, քարտեզների ճնշող մեծամասնությունը վեկտորիային են։ Դուք մոտեցնում եք եւ ձեր հեռախոսը վերահաշվարկ է կատարում նույն բաղադրատոմսերով նկարելով ավելի մեծ մասշտաբով։ Ու դրա համար է ամեն ինչ սուր մնում։ Հենց դա է պատճառը։ Իդեպ ամենատարածված վեկտորիային գրաֆիկան, որին դուք ամեն օր, ամեն ժամ հանդիպում եք, տարատեսակներն են, շրիֆտները։ Իսկապես, այսինքն երբ ես փաստաթղթում տարի չափը փոխում եմ 12-ից 72 եւ այն չի դառնում ատամնավոր ու տգեղ, Պատճառն այն է, որ յուրաքանչյուր տառ ձեր համակարգչում պահվում է ոչ թե կետերի հավաքածուի, այլ կորերից ու գծերից բաղկացած մաթեմատիկական նկարագրության տեսքով։ Ատառն իրականում բաղադրատոմս է։ Շատ լավ։ Այսպիսով ամենափոքր մասնիկը գիծն է։ Իսկ ինչպես են դրանից ստեղծվում ավելի բարդ պատկերներ։ Քառակուսի, շրջան կամ ասենք մարդուկ։ Դե դրանք պարզապես միավորվում են։ Եվ հենց սա է դիզայներների համար ամենահարմարը։ Ինչու՞։
Դուք աշխատում եք ոչ թե փիքսելների անկառավարելի ծովի, այլ առանձին խելացի օբյեկտների հետ։ Քառակուսին 4 իրար միացված գիծ է, բայց համակարգիչը դրանք ընկալում է որպես մեկ ամբողջական օբյեկտ՝ քառակուսի։ Այսինքն ամեն ինչ կոնստրուկտորի պես է։ Ես կարող եմ վերցնել 4 գիծ, սարքել քառակուսի։ Հետո վերցնել 6 այդպիսի քառակուսի ու դրանցից հավաքել խորանարդ, ճիշտ այդպես։ Ու կարող ես խմբագրել յուրաքանչյուր մասնիկը։ Այո, դուք կարող եք օբյեկտներ ստեղծել այլ ավելի պարզ օբյեկտներից։ Սա թույլ է տալիս ցանկացած պահի վերադառնալ եւ փոխել խորանարդի կողերից մեկի գույնը առանց մնացածի վրա ազդելու։ Իսկ ռաստերայինի դեպքում դա նման կլիներ խճանկարի մի հատվածը քանդելուն ու նորից հավաքելուն։ Որը շատ ավելի բարդ է։ Այստեղ դուք ուղղակի փոխում եք կոնստրուկտորի մի դետալի գույնը։ Լավ, այս տրամաբանությունը հասկանալի է, բայց ես ուզում եմ վերադառնալ իմ համակարգչի էկրանին։ Խնդրեմ։ Այն ի վերջո ռաստերային է, այն կազմված է միլիոնավոր փիքսելներից։ Եթե վեկտորային ֆայլը բաղադրատոմս է, ապա ով է այդ խոհարարը, որն այդ բաղադրատոմսով պատրաստում է ուտեստը, որը ես տեսնում եմ։ Խոհարարը ձեր համակարգչի գրաֆիկական քարտն է եւ հատուկ ծրագիրը՝ դիտարկիչը։ Ամեն անգամ, երբ դուք բացում եք վեկտորային ֆայլը, տեղի է ունենում մի process, որը կոչվում է ռաստերիզացիա։ Ռաստերիզացիա։ Այո, այսինքն վեկտորի վերածում ռաստերի։ Ծրագիրը կարդում է բաղադրատոմսը եւ իրական ժամանակում կատարում է հաշվարկներ, որոշելով թե ձեր էկրանի որ կոնկրետ փիքսելները պետք է լուսավորվեն եւ ինչ գույնով։ Այսինքն իմ համակարգիչը ոչ թե պարզապես ցույց է տալիս պատրաստի նկարը, այլ ամեն անգամ նորից նկարում է այն ինձ համար։ Հենց իմ էկրանի չափսերին համապատասխան։ Այո։ Սա բավականին շատ աշխատանք է թվում։ Դե ժամանակակից պրոցեսորների համար դա շատ պարզ գործողություն է։ Բայց այո, հենց այդ անընդհատ հաշվարկային գործընթացի պատճառով վեկտորային գրաֆիկային տրվել է եւս մեկ անուն՝ հաշվողական գրաֆիկա։ Լավ, եթե վեկտորային գրաֆիկան այսքան հզոր է, ճկուն, հիշողություն չի զբաղեցնում, ապա մի տրամաբանական հարց է առաջանում։ Ինչու ենք ընդհանրապես օգտագործում ռաստերայինը։ Այո։ Ինչու իմ հեռախոսի լուսանկարները վեկտորային չեն։ Որովհետև վեկտորն ունի իր սահմանափակումները։ Այն հզոր է հստակ մաքուր եզրագծեր ունեցող օբյեկտների համար՝ լոգոներ, տառեր, սխեմաներ, մուլտֆիլմի հերոսներ։ Բայց ոչ իրական աշխարհի համար։ Ճիշտ է այդպես։ Այն գրեթե անզոր է նկարագրելու իրական աշխարհի բարդությունը։ Պատկերացրեք մայրամուտի լուսանկար, որտեղ միլիոնավոր գունային անցումներ կան։ Ամպերին ներփերանքները, ջրի արտացոլանքը։ Փորձել այդ ամենը վերածել մաթեմատիկական գծերի ու կորերի կստացվի աներևակայելի բարդ ու ծանր ֆայլ, որը միևնույն է չի փոխանցի իրականության զգացողությունը։ Այդպիսի իրավիճակներում փիքսելների խճանկարն անփոխարինելի է։ Այսինքն ճիշտ գործիք ճիշտ խնդրի համար, լոգոյի համար վեկտոր, ընտանեկան լուսանկարի համար ռաստեր։ Բացարձակապես, դրանք մրցակիցներ չեն, այլ գործընկերներ։ Հասկանալի է։ Եկեք վերադառնանք հենց վեկտորային օբյեկտներին։ Այդ գծերը, որոնցից ամեն ինչ կազմված է, բոլորը նույնն են, թե կարելի է դրանց, այսպես ասած, անհատականություն հաղորդել։ Ոչ միայն կարելի է, այլ դա է հենց ամբողջ հմայքը։ Յուրաքանչյուր գիծ որպես օբյեկտ ունի իր պարամետրերի հավաքածուն։ Դուք կարող եք կառավարել նրա հաստությունը, գույնը, թափանցիկությունը։ Նույնիսկ կառուցվածքը։ Այո, դարձնել ամբողջական, կետագիծ, բայց կա նաև այսպես կոչված գծի բնավորությունը։ Բնավորություն հետաքրքիր է հնչում։ Ինչ է դա նշանակում գծի դեպքում։ Այն կարող է ուրախ կամ թխուր լինել։ Կարելի է այդպես էլ ասել։ Բնավորությունը նկարագրում է գծի ոճը։ Օրինակ, այն կարող է լինել խիստ, երկրաչափական, կամ կարող է ունենալ վրձնի հարվածի տեսք։ Որտեղ սկիզբն ու վերջը ավելի բարակ են, իսկ մեջտեղը հաստ։ Այո, կարծես իսկական վրձնով նկարած լինեք։ Կարող է լինել ածուխով նկարածի էֆեկտով, ալիքաձև։ Այս ամենը պարզապես լրացուցիչ պարամետրեր են։ Իսկ փակ պատկերների դեպքում ինչպես շրջանագիծը, ինչ նոր հնարավորություններ են ավելանում։ Փակ գծերն ունեն լրացուցիչ հիանալի հատկություն։ Դրանց ներսի տարածքը կարելի է լցնել։ Լցոնել։ Այո։ Այդ լցոնումը կարող է լինել միատարր գույն, գրադիենտ, այսինքն գույների սահուն անցում, որևէ նախշև։ Կամ նույնիսկ այլ պատկեր։ Այո, օրինակ լուսանկար։ Եվ կրկին այս ամենը պահվում է որպես հրահանգ։ Լցրու այս օբյեկտի ներսը այս կանոններով։ Ոչ թե որպես հազարավոր գունավոր կետեր։ Հենց այդպես։ Լավ, իսկ այն կետերը, որտեղ գծերն իրար են միանում, դրանք ուղակի միացման կետեր են, թե իրենք էլ ինչ-որ դեր ունեն։
Դրանք շատ կարևոր դեր ունեն եւ կոչվում են հանգույցներ։ Պարզագույն բաց գիծն ունի երկու հանգույց՝ սկզբում եւ վերջում։ Ու դրանք ուղղակի ցույց են տալիս գծի տեղը։ Ոչ միայն։ Այդ հանգույցներն իրենք ունեն հատուկ բռնակներ, որոնց միջոցով դուք կարող եք կառավարել գծի կորությունը։ Այսինքն, ուղիղ գիծը սահուն կերպով դարձնել կոր։ Առանց այն ջնջելու եւ նորից գծելու։ Բացի այդ, երբ երկու գիծ միանում են, դուք կարող եք որոշել, թե ինչպիսին լինի այդ միացումը՝ սուր անկյուն, կլորավուն, թե հատված։ Սա դիզայներին լիակատար վերահսկողություն է տալիս։ Այո, պատկերի յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ։ Այս ամենը նաև բացատրում է, թե ինչու են գոյություն ունենում տարբեր ֆայլի տեսակներ։ Երբ ինձանից խնդրում են լոգոն SVG ֆորմատով, դա նշանակում է, որ նրան հենց վեկտորային տարբերակն է պետք։ Կոդ է, եւ դիտարկիչները կարող են այն ցուցադրել ցանկացած չափի էկրանի վրա առանց որակի կորստի։ Իսկ տպագրության համար Տպագրության մեջ հաճախ օգտագործվում են EPS կամ PDF ֆորմատները, քանի որ տպագրական մեքենաներն էլ են հասկանում այդ հրահանգների լեզուն։ այսպիսով Ամփոփենք։ Եթե պարզեցնենք, ռաստերային պատկերը նման է Lego-ից հավաքած պատրաստի մոդելի։ որը կազմված է հազարավոր փոքրիկ ամփոփող կտորներից։ Իսկ վեկտորիային պատկերը նման է Lego-ի հավաքման ինստրուկցիային։ Այդ ինստրուկցիայով դուք կարող եք հավաքել նույն մոդելը եւ սեղանի չափի, եւ տան չափի։ Բայց ինստրուկցիան կմնա նույնը։ Չէի կարող ավելի լավ ձևակերպել։ Վեկտորիային գրաֆիկայի հիմքում մաթեմատիկական հրահանգներն են, ոչ թե ֆիքսված կետերը։ Սա է, որ նրան տալիս է մասշտաբավորվելու եւ հեշտ խմբագրվելու կարողությունը։ Եվ այս ամենը մեզ հանգեցնում է մի վերջին, գուցե փիլիսոփայական մտքի, որի շուրջ կարող եք խորել։ Հետաքրքիր է։ Եթե վեկտորային պատկերն իրականում գոյություն չունի որպես պատրաստի պատկեր, այլ ընդհանրապես հրահանգների մի շարք է, որը համակարգիչը կատարում է ամեն անգամ, Ապա որտեղ է գտնվում բնօրինակը։ այո, ի տարբերություն լուսանկարի, որը ֆիքսում է անցյալի կոնկրետ պահ, վեկտորային պատկերն ավելի շատ ներուժ է, պոտենցիալ, որը կարող է իրականանալ ցանկացած չափով եւ ցանկացած պահի։ Ինչ է սա ասում թվային արվեստի եւ օրիգինալի բնույթի մասին մի աշխարհում, որտեղ ամեն ինչ կարող է անվերջ վերստեղծվել։